Պարոն Հարությունյան, այսօր վերջին օրն է, որ կուսակցությունների դաշինքները ներկայացնելու են տեղական ընտրական հանձնաժողով Գյումրիի թիմ ընտրությունների մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը, դուք ներկայացրեցիք արդեն, եւ ինչպիսին է ակնկալիքը, որովհետեւ բազմաթիվ ուժեր են մասնակցում, պարոն Հարությունյան, աննախադեպ է կարծես Գյումրիի համար այս մասնակցության ցուցանիշը, ու նախորդում է 2026 թվականի համապետական ընտրություններին, ինչպիսին է ընդհանրապես իրավիճակը քաղաքում ընտրությունների հետ կապված։ Դե դուք նշեցիք, որ բազմաթիվ ուժեր են մասնակցում, իրականում քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ ընդդիմությունն է մասնակցում, բայց տեխնազուները այո շատ կան եւ բոլոր տեխնազուներն էլ մեր քաղաքը փոքր է, շրջապատը բոլորից էլ շատ լայն է եւ ընդհանուր քաղաքը կարելի ասել նախընտրական process-ների մեջ է։ Պարոն Հարությունյան, ասացիք, որ քաղաքացիական պայմանագիրն ու ընդդիմությունն են ըստ էության մասնակցում, չնայած ուժերը շատ են, ընդդիմությունը ասելով նկատի ունեք խորհրդարանական ընդդիմությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում առաջի դեմքով, այսինքն չկա Հայաստան դաշինքը, Դաշնակցություն կուսակցությունը, չկա Պատիվ ունեմ խմբակցությունը, Հանրապետական կուսակցության առաջի դեմքով, բայց բնականաբար ես չեմ հավատում, որ այդ բոլոր ուժերը Գյումրու պես կարևոր ընտրությունները բաց կթողնեին եւ մասնակցում են այլ դերակատարների միջոցով։ Ինչու՞։ Չեմ կարող ասել, գուցե եւ այս տարիների ընթացքում իրենց ունեցած փորձը հենց իրենց դեմքով մասնակցության հաջողությամբ չի պսակվել եւ հասկանում եմ, որ որպես այդպեսի Հայաստանի Հանրապետությունը վաղուց մերժել է իրենց։ Պարոն Հարությունյան, այսօր ազգային ժողովում լրագրողների ճեպազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի որդին, պատգամավոր Լևոն Քոչարյանը այդ հարցին պատասխանելով ասաց, որ իրենք երբ Քոչարյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ կմասնակցեն բոլոր ընտրական գործընթացներին, չգիտեմ, փողոցային ակցիաներին, նկատի չի ունեցել թիմ ընտրությունները, օրինակ Գյումրին նկատի չի ունեցել եւ իրենք այստեղ տեխնացու չունեն, իրենք այստեղ առաջադրված չեն, ներկայացված չեն եւ ուղղակի սատարում են բոլոր ընդդիմադիր այն ուժերին կամ բոլոր այն ուժերին, որոնք չեն սատարի, չեն միանա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դե շնորհակալ եմ պարոն Քոչարյանին, Լևոն Քոչարյանին, որ իմ մինչ այս ասածները ինքն էլ ապացուցեց, ասեց, որ մենք սատարում ենք բոլոր այն ուժերին, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չեն մասնակցում, չեն միանալու եւ այդ ամենը ցույց է տալիս այն ճշմարտությունը, որ ես ասում եմ։ Իսկ սատարելը ինչպես է դրսևորվում, դուք ետնի վրա տեսնում եք ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում կամ սատարում, ինչպես է դա տեղի ունենում, ինչ միջոցներով, ուղղակի հանրային սատարելու մասին խոսքեր են հղում, թե գետնի վրա աշխատանք են տանում։ Չէ, նաև գետնի վրա աշխատանք է տարվում, գյումրեցիները շատ լավ տեսնում հասկանում են, թե որ տեխնացու հետևը որ ուժն է կանգնած, այդտեղ որպես այդպիսի նորություն չկա, միշտ ասել եմ գյումրեցուն հնարավոր չէ խաբել կամ մոլորեցնել, գյումրեցին ինքն է իր որոշումները կայացնում եւ շատ հեշտ հասկանում է որտեղ են ուզում իրենց մոլորեցնել, երևի դա մեր յուրահատկություններից մեկն է։ Պարոն Հարությունյան, 10 եւ ավել ուժերը տեխնազուները ուժերը ֆիքսեցինք։ Այո, դե ըստ էության ուժերը ամեն դեպքում դե յուրե ուժեր են հանդես գալիս որպես այդպեսին։ Նրանք, այսինքն կոնսենսուս -1 է ձևավորվել ԿՊ-ի դեմ, թե կան այնպիսի ուժեր, որոնք մասնակցում են հենց քաղաքային խնդիրները լուծելու, քաղաքացու խնդիրները լուծելու համար։ Ես կոնսենսուս -1 երևի թե կա, որովհետև անդիմադիր դաշտն է ամբողջությամբ մասնակցում։ Ես չէի ասի, որ ԿՊ-ին, որովհետև ինչի մասին է խոսքը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդի կողմից լեգիտիմ ընդրված իշխանություն է եւ Գյումրու թիմ ընտրություններին եւս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է մասնակցում, այսինքն կարելի ասել մեր իշխանությունը ժողովրդի իշխանությունն է եւ այդ ուժերը ում դեմ են, քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ են, ժողովրդի դեմ են, այդտեղ էլ պետք է մի հատ հասկանանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում, բայց ես կուզենամ ավելի շատ խոսել հենց նախընտրական ծրագրերի մասին, որովհետև գյումրեցին հենց ուզում է տեսնել դե իր կյանքի որակը ինչ ձևով է փոխվելու։ Այս ընտրությունները Գյումրու քաղաքապետի ընտրությունների մասին են, քաղաքապետ ունենալու մասին է եւ յուրաքանչյուր գյումրեցի քվեարկելուց դի հասկանա Սարիկ Մինասյանին կամ այլ տեխնազուներին քվեարկելու ժամանակ իր կյանքի որակը ինչ ձևով է փոխվելու
եւ ամենամեծ դժգոհություններից մեկը քաղաքացի եւ քաղաքապետարան փոխհարաբերություններն է, ինչ ձևով է փոխվելու իրենց փոխհարաբերությունները, որովհետեւ այսօր մենք գիտենք Գյումրի քաղաքապետարան, երբ որ մի խնդրեմ ունես ու ուզում ես այդ խնդրեմը հասնում է քաղաքապետարան, որ փորձես լուծում ստանալ, դու 4 ավել խնդիրների առաջ ես ընկնում։ Մենք առաջարկում ենք մեր համակարգացին, այսինքն մենք լուծումներ ունենք այդ ամեն ինչը կարգավորելու եւ այդ լուծումները թվայնացումն է, այդ լուծումները օրենքի սահմանված կարգով դիմումների պատասխանը։ Ես եղել եմ փոխքաղաքապետ եւ լավ գիտեմ, թե գյումրեցիները հիմնականում ինչից են դժգոհում։ Երկու խնդիր կա կարևոր լուծելու Գյումրիում։ Մեկը քաղաքացու կյանքի որակի բարելավում, ինչ փոփոխություն պետք է տեսնի ինքը իր կյանքի որակի մեջ, եւ երկրորդ քաղաքացու եւ քաղաքապետարանի փոխհարաբերությունների բարելավում։ Երկուսն էլ շատ կարևոր են, որովհետեւ այսինքն այլ գործառույթ, որպես այդպիսի քաղաքապետարանը չունի էլ։ Իր բուն նպատակը հենց դա է եւ այն մեր մոտեցումները, որոնք մենք ունենք, ու այն ծրագրերը, որոնք մենք ունենք, հենց միտված է այդ երկու խնդիրները լուծելու համար։ Այգիներ, լուսավորություն, խաղահարաբարակներ, ասֆալտապատ ճանապարհներ, կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, իհարկե այդ քաղաքապետարանի գործառույթ չէ, դպրոցների մասով ես ընդհանուր մեր իշխանության դիրքորոշումն եմ ասում, եւ քաղաքացու փոխհարաբերությունը քաղաքապետարանի հետ օրենքի սահմանված կարգով դիմումների պատասխանում վարույթների իրականացում, բյուրոկրատիայի թեթևացում, որ ամենամեծ գործիքը թվայնացումն է, որը 21-րդ տարում 2025 թվականին, երբ որ մենք ասում ենք, որ Գյումրին տեխնոլոգիական քաղաք է նաև դարձել, Գյումրու քաղաքապետարանը իր թվայնացմամբ մնացել է երևի 20-րդ տարում կամ էլ ավելի հետ։ Այդ բերում է հենց այն փոխհարաբերությունների վատարացմանը, որն ունի քաղաքապետարանն ու քաղաքացին։ Երբ որ ամբողջը թվայնացված է, երբ որ հստակ դեդլայններ կան, երբ որ կան օրենքով սահմանված ժամանակներ, որ պիտի պատասխանես այդ գրությունների նամակների, միանշանակ այդ է ամենամեծ խնդիրը, որը քաղաքացին ունի քաղաքապետարանի հետ։ Պարոն Արոշյանյան, նաև հաճախ աշխատակիցները մոտիվացված չեն, որովհետև գիտենք, որ քաղաքապետարանում աշխատավարձերը խայտարակ կատաստրոֆիկ կերպով ցածր են եւ կարծես ես իմ ունեցած տվյալներով ամենացածրն են հանրապետությունում, հանրապետության երկրորդ քաղաքի այսպիսի խնդիրներ ունեցող քաղաքի համայնքապետարանի աշխատավարձերը հանրապետությունում ամենացածրն են։ Եվ արդյոք կա պլանավորած ձեր թեկուզ նախընտրական ծրագրով աշխատավարձերի էական բարձրացում, որովհետև անգամ քաղաքապետի աշխատավարձը, երբ լսում ես թե ինչ կան, դա այնպիսի ցածր թիվ է, որ ուղղակի աբսուրդի ժանրից է։ Ես կարող եմ ասել 2022 թվականին, երբ որ փոխքաղաքապետ էի, իմ աշխատավարձը 190,000 դրամ էր, լինելով Գյումրու Հայաստանի երկրորդ քաղաքի փոխքաղաքապետը, որը միլիոնավոր դրամների կամ ընդհանուր առմամբ սեփական եկամուտների, մշակույթի, ֆինանսական բաժնի պատասխանատուն ու ստանալ 190,000 դրամ աշխատավարձ, դե պատկերացրեք ինչքան էր բաժնիպետի աշխատավարձը, գլխավոր մասնագետի աշխատավարձը։ Հասկանում եմ, մոտիվացված չեն աշխատել։ Այո, մոտիվացված, դե կա, չասենք այդպես, որովհետև մեր քաղաքապետարանում կան շատ նվիրյալներ, որոնց համար աշխատավարձը կարելի ասել երկրորդական է եւ իրենք ավելի մոտիվացված են քաղաքի համար մի լավ բան անելու։ Բայց դա երկար չի կարող տեղ։ Համաձայն եմ եւ շատ կարեւոր հարցերից մեկը հենց այն է, որ մեր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը պիտի բարձրանան եւ մոդելներն կան, թե ինչ ձևով են բարձրանալու այդ աշխատավարձերը։ Մենք շատ լավ գիտենք, որ ոչ բոլոր աշխատակիցներն են, որ իրականում քաղաքապետարանում նվիրված աշխատում են եւ հիմի չասեմ, թե այդ աշխատակիցների հետ հետագայում ինչ է լինելու, բոլոր մարդիկ, ովքեր իրենց առջև տրված հստակ առաջադրանքները, հստակ դեդլայներով կարողանալու են կատարել, բնականաբար իրենք շարունակելու են իրենց աշխատանքը, բայց այն մարդիկ կապ չունի քաղաքապետարանում, մարզպետարանում, թե այլ պետական կառույցներում, եթե իրենք իրենց տրված առաջադրանքը չեն կատարում, բնականաբար չպետք է աշխատեն։ Աշխատավարձի բարձրացում միանշանակ նախատեսվում է, բայց այստեղ մի հատ խնդիր ունենք, քանի որ բյուջեն վերջնական հաստատված չէ 2024 թվականի, ես հիմի հստակ չասեմ, որ 25 թվականում մենք աշխատավարձների բարձրացում ենք ունենալու, բայց այդ նախընտրական ծրագիրն էլ չեմ ուզենա ամբողջությամբ բացել, բայց մենք Սարիկ Մինասյանի հետ բազմիցս քննարկել ենք, մեր թիմի հետ քննարկել ենք ու ֆիքսել ենք, որ ինքը
անընդունելի են աշխատավարձի չափերը, որոնք կան։ Եվ լավ աշխատանքի համար ու հենց այն իմ ասած փոխհարաբերություններ ավելի բարձր որակի վրա տնելու համար աշխատավարձները պիտի բարձրացվեն քաղաքապետարանի աշխատակիցների եւ ոչ միայն քաղաքապետարանը նաեւ հողակներ ունի, մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ, սպորտ դպրոցներ, որոնց աշխատակիցների աշխատավարձերը եւս շատ ցածր են։ Մեխանիզմները կհասկանանք հետո, թե կլինի սոցիալական աջակցության ծրագրերի միջոցով, թե աշխատավարձի ուղիղ բարձրացման միջոցով, բայց այն պատկերը, որ ունենք, միանշանակ չենք ունենալու։ Պարոն Արոշյան, կարևոր չի թե ով է ծրագիրը։ Դուք ասացիք, որ օրինակ քաղաքացիները պետք է նայեն ծրագրերին եւ այլն, բայց կարևոր չի թե այդ ծրագիրն ով է առաջ բերում, որովհետեւ մենք տարիներ շարունակ տեսել ենք փառահեղ ծրագրեր, որոնք չեն իրագործվել ու մենք ակնհայտ է, որ որևէ մեկ տեխնոլոգիա չի գալու, ասենք ես վատ բաներ եմ անելու։ Բոլորը լավ խոստումներով գալիս են, հետո չեն իրականացնում։ Կարևոր չի նայել թե ով է առաջարկողը։ Բնականաբար կարևոր է, նաև կարևոր է, ինչի համար է կարևոր ով է առաջարկողը, որովհետև առաջարկելուց առաջ այդ մարդը պետք է նաև որոշակի աշխատանք ունենա արված ու քաղաքացին միայն ծրագրով չի գնահատելու, գնահատելու է արդյոք այդ ծրագիրը իրատեսական է թե չէ։ Օրինակ, եթե Սարիկ Մինասյանը խոսի մուշ թաղամասի լուսավորության հարցը լուծելու համար բագերի լուսավորության, միանշանակ քաղաքացիները հավատալու են այդ ամեն ինչի, որովհետև Սարիկ Մինասյանը մինչև ընտրվել է, անի թաղամասը ամբողջությամբ լուսավորել է։ Այսինքն, այդ էլ պետք է քաղաքացին հասկանա, որ այդ մարդը, որ ինչ-որ բան ասում է, արդյոք նախկինում արել է, արդյոք կարողանում է անել, թե ուղղակի եկել է խոսա ու գնա, արդյոք մինչև այդ բան ունի արածս քաղաքի համար, թե չունի։ Սարիկ Մինասյանը այս կարճ ժամանակահատվածում ապացուցել է, որ սրտացավոր են աշխատանք է տանում գիշեր-ցերեկ քաղաքի շահի համար յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը փոխելու համար։ Եվ վերջում պարոն Արոշանյան, դուք նշեցիք, որ կոնսենսուս -1 է ձևավորվել Գյումրեցու դեմ, ՔՊ-ի դեմ։ Պարոն Արոշանյան, այդ պայմաններում հնարավոր համարում եք քաղաքացիական պայմանագրի ընտրվելը քաղաքապետի պաշտոնում, քաղաքապետ ունենալու համար, նկատի ունեմ, ոչ թե առաջին տեղը գրավելու, որովհետև մենք տեսել ենք այդ բազմաթիվ դեպքեր, կարծեմ Ախորյանում, երբ մենք ունեինք ցուցանիշ, որ ԿՊ-ներ կարծես առաջի հորիզոնականում էր, բայց ընդդիմադիրները միացան եւ հաղթեցին քաղաքապետ, այսինքն ընտրեցին։ Հիմա այդպիսի իրավիճակ կարող է այստեղ էլ կրկնվել, որովհետեւ ձեր ներուժը կբավարարի այդ ողջ ռեսուրսի երկու նախկին նախագահների դեմ պայքարելու։ Նախ մեր ռեսուրսը պետք է չբավականացնի, պետք է բավականացնի Գյումրեցու խոհեմությունը, որի վրա ես վստահ եմ, որովհետև մենք յուրաքանչյուր գյումրեցուն ցույց ենք տվել մեր աշխատանքը եւ յուրաքանչյուր գյումրեցուց խնդրելու ենք քվե, որովհետեւ շարունակենք այն աշխատանքը, որը անում ենք ու անելու ենք։ Եվ այստեղ ես մեր ուժերի վրա վստահ եմ, որովհետև մեր ասելով ի նկատի ունեմ ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ Սարիկ Մինասյանի ուժերը միայն, այլ նաև ամբողջ գյումրեցիների ուժերը, որովհետև ամբողջ գյումրեցու աչքի առաջ է, թե ինչ ենք ունեցել նախկինում, թե ինչ ունենք հիմա եւ ինչ կարող ենք ունենալ։ Եվ ես վստահ եմ, որ գյումրեցին այդ խոհեմությունն ունի եւ իր վճռորոշ խոսքը շատ կշռադատված ու հստակ կասի մարտի 30-ին։ Շնորհակալ եմ, պարոն Արոշյան։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։